Ուրեմն ես ուզում եմ մի խոսք կարդալ Տիրոջ ողորմությունով Առակաց գրքում այսպիսի վկայություն կամ ասում է 29:18 ասում է առանց մարգարեության ժողովուրդը կվայրենանա բայց ով որ օրենքը պահի երանի նրան ասիկան հետաքրքիր կապում է խոսում է մարգարեության մասին եւ օրենքի մասին կապում է իրար ասինքն բայց ով որ օրենքը պահի երանի նրան ասինքն նա չի վայրենանա եւ վատ ճանապարհով չի գնա վայրենանալ ինչ է նշանակում վայրի պահվածք վայրենի պահվածք անխղճություն անարդարություն գազանություն իր շահին հետևող իր շահի համար ինքը ոչ խիղճ ունի ոչ մի չափանիշ չկա միայն ինչպես իրենք հորինել են այս աշխարհը իհարկե հենց աշխարհի մեծամասնությունը որտեղ բոլորին չգիտեմ դրա համար ասում եմ մեծամասնությունը որտեղ ցույց է տալիս մեծամասնություն ղեկավարությունը մի խոսք են հորինի ասում են նպատակը արդարացնում է ինչը գործը նպատակը արդարացնում է իր արածը Բայց եթե նպատակ ունի, օրինակ, եթե ինքը նպատակ ունի այս հողը գրավի, արդարացիա, ում ուզում է թող ջարդի, մենակ թե գնա գրավի, նպատակ ունի, իր նպատակին պետք է հասնի, իր գործը մեղադրելի չի, նպատակ է դրե, նպատակը արդարացնում է արարքը իբր թե, բայց սա սուտ է, ճշմարտություն չի, մարդն էլ նպատակ է դրե, գնա մարդ սպանի, ասենք, թալանի, արդյոք արդարացի է և այսօր մենք տեսնում ենք ինչ է ասում բայց ով որ օրենքը պահի երանի է նա որ օրենքի մասին է խոսքը Աստծո օրենքի մասին է Աստծո օրենքի մասին է մենք տեսնում ենք աշխարհում անթիվ անհամար օրենքներ կան մանավանդ միջազգային օրենքները Ուզում են Աստծո դերը տանեն այս աշխարհի մահկանացու ժամանակավոր ղեկավարները, որ ինչ են անում, ամեն ինչին ուզում են խառնվեն, միայն Հիսուսն է, որին տրված է ամեն իշխանություն, այս երկրի ղեկավարներին ամեն իշխանություն տրված չի, իշխանություն տրված է նրա այդ գործունեության ոլորտում, ասիկա պոզիցիայում, իր կոչումի մեջ, ոչ թե ամեն իշխանություն, որ մարդիկ հիմա ամեն ինչ որոշում են, անգամ իծնեմ երեխու հետ ինչպես վարվեն, մանկապարտեզից ինչպես իբր թե ինչ սովորություններ, պիղծ սովորություններ դնեն, դպրոցներում եւ այլ, Այսինքն սրանք իշխանություն չունեն եւ նրանց խառնվել արդարացի չի եւ հենց այդպես էլ երևում է իրենց օրենքներից, կանոններից, որ անիրավություն ու պղծություն է։ Սա ապացույց է, որ Սուրբ Գիրքը ճիշտ է ասում։ Եվ ասում է վայրենանում է, թեկուզ ունեն անթիվ անհամար օրենքներ, բայց վայրենի են։ Որտեղ մենք այսօր տեսնում ենք, ինչպիսի կոտորածներ է երկրի վրա գնում, Շատերն էլ ձևանում թե խղճում են մարդկանց, վայ, երեխաներ են կոտորվում, անմեղ մարդիկ, խաղ, բնակիչներ, բայց չէ իրանք են ծրագրել այդ պատերազմը։ Իբր թե մարդկանց խղճացող են, բայց իրանց ծրագիրն է հենց այդ կոտորածը։ Մարդիկ էլ հավատում են այդ ստերին։ Աշկ չունեն, որ տեսնեն, լավ, որ այդպես խղճացող ինչի է կոտորում։ Ինչու է կոտորում այդ ժողովրդին։ Ինչու են այս ծրագիրը դրել։ Համարյա թե համաշխարհային պատերազմ են բացել, համարյա թե որն է, հենց այդպես էլ կա։ Դրա համար մենք այսօր պետք է Տիրոջից սովորենք։ Եթե չունենք օրենք, չունենք մարգարեություն Աստծուց, սուտ մարգարեությունները լիքն են։ Վայրենի ենք դառնալու։ Եվ գուցե չզգանք էլ, որ վայրենի ենք։ Բայց եթե գործերին նայենք, դեր ասում ծառը պետք է չճանաչենք։ Ոչ թե իրենց բերանի սուտ խոսքերից,
երկու կողմ կռվում են իրար հետ, հիմա մի երկրում կա կռիվ են անում իրար հետ, ընդդիմադիր ու իշխանության կողմը, նրան ասում, դու անիրավես են, նրան ասում, դու անիրավես, ժողովրդի իրավունքն ես խախտում են, ասում, դու ես ժողովրդի իրավունք խախտում, իրար մեղադրում են, լավ խոսքեր ունեն, որ նայում ես ինչ ճիշտ բան ասես, լավ խոսք ասես, ինչ ցավացող է ժողովրդին, բայց որ ծառը նայես, պտուղը նայես ծառի, դեմ խոսքերով չի, իր գործերով ինքը անիրավ է։ Դեմակ դեր ասում է, իրենց գործերից ճանաչեք, պտուղներից ճանաչեք, ծառը բարի է, թե չար է։ Ամենայն դեպս մենք պետք է նայենք, մեր նայելը ինչով է առաջինը օգտակար մեզ համար, որ մենք չենք ընկնի այդ ստերի խելքին, մենք էլ չենք փչանա նրանց դրվածքների հետ, նրանց պիղծ առաջնորդությունների հետ, որ ամեն ինչ ասում են, էլ կռապաշտություն կա, էլ ամեն ինչ կա, ամեն պղծություն կա, ինչ որ տեսել եք, ինչ էլ որ չեք տեսել, այդ պղծություններն էլ կա մեջը։ Դրաման ես ուզում եմ հիմա նայենք մի հետաքրքիր խոսացել ենք, բայց նորից կարիք կա նայելու, Տերը չի ասում, եթե դու կոչվում ես իմ ժողովուրդ, եթե դու կոչվում ես հավատացյալ կամ դու կոչվում ես թեկուզ ծառայող եկեղեցում կամ Աստծո ծառա, նշանակում է արդեն լավ, քո հարցերը լուծված են։ Երեք Երեմիայի մարգարեությունն էի նայում, հետաքրքիր մի խոսք Տիրոջից, ասում է Երեմիա դուրս արի, այստեղ կանգնի, այնտեղ որտեղ որ ժողովրդի ելք ու մուտք կա, ասում է այն ժողովրդի, որ եկել են հեռվից, ասենք Երուսաղեմ երկրպագություն անելու, առաջին հայացքից ինչ լավ բան են անում, երկրի ասենք իրենց պետության, իրենց երկրի ծայրերից էլ անգամ եկել են, հասնեն Երուսաղեմ, որպեսզի Աստված պաշտեն, բայց ասում եմ նրանց ասա, որ ձեր համար վատ է լինելու, որտեղ դուք անիրավ եք, եթե ուզում եք այդ իմ որոշումը չկատարեմ, որը որ որոշել եմ ձեզ համար սուր, գերություն, սով եւ այլ, դադարեք չարություն անելուց, արդարություն գործեք, ողորմություն արեք, բայց առաջին հայացքից լավ է, չէ՞, ասես երևում է մարդը գնում է երկրպագելու Աստծուն, բայց նա երկրպագությունը, պաշտամունքը արժեք չունի, որտեղ չարության մեջ է, հակառակ նրա երկրպագությունը ինչ որտեղ թմրեցնող բանի նման է, որ ինքը իրեն բավարարում է, թե Աստծուն երկրպագող է, իր չարությունները արդեն կարծես ծածկվեցին, ինչպես որ մեկ է տեսնում ես մարդիկ իրենց դռներում, իրենց գյուղերում, իրենց տարբեր տեղերում, Ռուսաստանից բռնած տեղի գնացածները, ինչ որ սրբավայր են շինել, սրբավայր կոչված, ինչ որ մի տնակ են շինել ու մուժովոց պատել, մեկ ավելի մեծ տուն է շինել, մյուս ավելի և ասում են, չէ, նրա տեղը դրախտն է, որտեղ ինքը սուրբ է շինի Աստծո համար, իբր թե։ Այդ իրենց շինությունով իրենք բավարարում են ամեն ինչ անել, կաշառակեցություն, խաբեություն, թալան, ամեն ինչ անում են, մի հատ տեղ են շինի Աստծո խաբելու համար։ Եթե Աստված էլ իրենց խելքին է, պետք է ասեն, վա, էսի, չէ, սա տեղը դրախտն է, տեսել ինչ տնակ է շինե, հա, կամ մեծ եկեղեցու շենք է շինե, ուրեմն դրախտ է գնալու, դրախտ չի գնալու, դժոխք է գնալու։ Ինչ արե, մի հատ էլ այդ շինելու համար պատասխան պետք է տա, որտեղ դա խաբեության գործոն է, ոչ թե անկեղծության։ Դա էլ արել է, որ խաբի մարդկանց եւ Աստծուն։ Դա էլ արդեն վրան որպես խաբեության գործ է գրանցվելու։ Որ նա դատվելու է հենց այդ շինության համար է։ Ուրեմն Աստված ձեզ օրհնի, ասում է, օրենքը, մարգարեություն չլինի, մարդը վայրենանում է, ինչու եմ ասում,
այսքան ինչի ասեցի, ուզում է եկեղեցի լինի, եկեղեցի ժողովուրդ լինի, հովիներ լինեն, պատասխանատուներ, Աստծո ծառաներ, եթե Աստծո օրենքից հեռացել են, վայրենի են։ Առանց Աստծո օրենքել չկա ավետարան, չկա փրկության ավետարան, չկա թագավորության ավետարան։ Ապաշխարեցեք, որտեղ Աստծո թագավորությունը մոտեցել է։ Թագավորություն, ինչ թագավորություն առանց օրենքների։ Դրա համար որ ինչ որ պատճառով հետաքրքիր որոշ եկեղեցի կոչված հովիների քարոզների մեկ ինչ են քարոզում։ Տեսնում որ Հիսուսը շատ է քարոզում օրենքի կետեր, որ հենց ասում գնա տենց արա, մի գողացի, մի շնացես, մի արա, ասում են համարցակում են ասել Հիսուսը հին ուխտի քարոզիչ է։ Որ Հիսուսը հին ուխտի քարոզիչ է, բայց նոր ուխտը ով դրեց։ Ժողովուրդն հարյուրներով լստած լսում է։ Որտեղ չեն իմանում, անգրագետ են։ Համարցակում ասել, եթե գրագետ լինեն, Աստծո սեր ունենային, կհակառակվեին այդ ստին։ Լսում են եւ անգամ ալելույա գոռամ, ամեն են ասամ եւ այլ։ Մի հատ էլ որ հնում են քաջալերում են այդ հովին, ասում են, վայ, շնորհակալ ենք, որ քո նման ճշմարտություն խոսող հովիվ ունենք։ Ասում լավ արի մեզի խափիր։ Ինչպես է որ Հիսուսը օրենքի քարոզիչ է։ Շնորհքը ճշմարտությունը Քրիստոսով եղավ։ Այդ ո՞ց դարձին օրենքի քարոզիչ Հիսուսին։ Տեսնում եք աշխարհի ինչքան անկում ապրի եկեղեցիները, որ գրված է եկեղեցիներում ները պետք է նստի, նստած է շատ տեղերում արդեն։ Ների քարոզներն են քարոզում, Հիսուսի ուրացման քարոզներն են քարոզում։ Համար զգուշ եղեք։ Ճիշտ է, որ օրենքը փրկության համար չի, բայց օրենքը պետք է։ Մենք այսպես օրենքի տակ չենք, շնորհքի տակ, այս ասելով ուզում են մերժեն օրենքը։ Պողոս առաքյալը օրենքը մերժելու համար չի ասել դա։ Ուզում է ասել, որ օրենքի գործերով չի, որ մարդը փրկվի։ Գործ անի, ինչ որ մի բան անի, չանի եւ փրկվի։ Ոչ, ձրի է փրկությունը, որտեղ շատ թանկ է։ Օրենքը պետք է, բայց փրկությունը ձրի է։ Տիրոջ շնորհքով է, նվեր է, շնորհ է։ Շնորհը այսինքն նվեր, պարգև է։ Տիրոջ պարգևն է փրկությունը։ Որևէ ուզում է Աստծո օրենքն էլ անգամ դնես քո առաջ այդ գործերը կատարես, փրկությունը շատ թանկ է։ Հավիտենական կյանքը շատ թանկ է։ Իրավունք արդարություն պետք է, բայց փրկությունը դրանով չի։ Քրիստոսի զոհով է, Քրիստոսի անձով է։ Սա է ուզում ասել Պողոս, բայց ոմանք այդ խոսքը կտրել են տեքստից, սարքել են օրենքի մերժում։ Սրանք իրենց դատաստանին արժան են։ Այդ եկեղեցիները, որ վերցրել են սուտը, ների եւ բոլոր տարածողները։ Ուրեմն մենք ուշադրություն դարձնենք օրենքի կարևորությունը։ Հետաքրքիր է Սաղմոս 119, 17 եւ 18-րդ խոսքերը կարդամ, ասում է. «Բարի արա քո ծառային, որ ապրեմ եւ քո խոսքը պահեմ»։ Նայ, բարին որն է, որ ապրեմ եւ քո խոսքը պահեմ։ Այսօր շատերը դες չեն ասում։ Տեր բարություն ինձ արա, շատ փող տուր ինձ, որ ապրեմ։ Շատ օրհնիր ինձ, պաշտպանիր ինձ, ծառայիր ինձ, որ ապրեմ, բայց դա ասում ապրեմ, որ քո խոսքը պահեմ։ Ոչ թե աշխարհ վայելեմ։ Աշխարհի մեջ ասում են զեղություն է, իրականության մենք համոզվել ենք։ Երբ որ Քրիստոսը գա, այդ ժամանակ է արդարությունը, արդար կարգ ու կանոնները համաշխարհային տիրելու։ Բայց հիմա Տերը ուզում է այդ արդար կարգ ու կանոնները լինեն իր թագավորության մեջ
կամ իր թակորձը ընդունած խմբի մեջ, եկեղեցում, բայց եթե եկեղեցում էլ չկա դա, աշխարհից ինչու է տարբերում եկեղեցին։ Ասում ծառը պտղից ճանաչի, Տեր ասում է Եզեկիելին ասում է, տեսնում ես ժողովրդին։ Իհարկե բոլորի մասին չեմ ասում ես, բայց կան այդ ժողովրդից։ Թվից տեղափոխվել են այս դալիճ։ Ասում է, տեսնում ես, որ դու խոսում ես, իրանք սենց են անում, հա, ճիշտ է, լավ է, բայց ես որ դուրս են գալիս, իրենց սիրտ, իրենց մոլորության հետևից է, իրենց շահերի հետևից է։ Նորից չարախոս, նորից բամփասող, նորից կռվարար, հետո ասում է, տունս, օրինակ պարավ ասում է, իմ խեղճ թոռը, նստած տունը, եկան բռնին տարան, ոչ մի բան ասում է չեր անում, մենակ պապիրոս էր քանդում հավքում, ու ծխում էր, եկան անտեղի բռնին տարան, տնից դուրս չեր գալում, մա շատ ասում, ամբողջ օր տունն եմ, գործով եմ զբաղված, Ես եմ անում, ինչ չարություն եմ անում, ումն եմ վնասել, ինչ եմ արել, բայց հեռախոսի վրա նստած, գնաց։ Ասում է, ինչ անում է, կնգավրեն չի կամ, կնիկ օրը 9-10 ժամ խոսում է։ Ես մեկի զանգեց, մի 2-3 ժամ գնում է։ Մեկը տենում է, մեկը զանգեց իրան, մի կես ժամից 40 րոպե տևած խոսակցություն ադբոյ տվեց, մարդը զարմացավ, մարդը։ Ոնց է շուտ վերջացեցի, 40 րոպե ընդամենը խոսած։ Ասում կնիկ հետո էր դες կարճ խոսած։ Ասում պատահական սխալվել ինձ զանգել էր, ասում հա։ Ես խոսացի հետ, ծանոթացա հարցրի բան, էսան էլան։ Իրան էլ բռնեցից հաջորդ օրը շատ կխոսամ։ Ամենայն դեպս արդարանում են թե իբր թե նստած են։ Սա ամբողջ օրը գործով են տարված, սոքսով, լվացքով, երեխեքով, են ինչով, բայց կարծես թե Աստված չի տեսնում ինչով է զբաղված։ Աստված ձեզ օրհնի։ Ուրեմն այս մարդը ինչ ասում, բարի արա քո ծառային, որ ապրեմ և քո խոսքը պահեմ։ Շարունակության մեջ տեսեք ինչ ասում, բաց արա իմ աչքերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ։ Հետաքրքիր ես որ նոր էի կարծում, օրենքի հրաշքը ո՞րն է։ Ո՞րն է օրենքի հրաշքը։ Սա մի քիչ կարդամ շատ երկար է գիտեք, Աստծո օրենքը շատ մեծ գիրք է, բայց որոշ բաներ կարդամ, որ ցույց է տալիս, այո, Աստծո հրաշքը, սկզբից կարդամ, եթե չնկատեք էլ ոչինչ, կիսվենք միասին։ Օրինակ, Հռոմեացի 7:7-ում ասում է, արդ ինչ ասենք, օրենքը մեղք է, քավլացի, բայց ոմանք անենց են մերժում օրենքը, կարծում թե օրենքը մեղք է։ Չէ։ Ասում է, քավլը, երբեք, քավլացին ասին, երբեք, այդպես չի, դա է նշանակում։ Բայց ես մեղքը չի իմանա, եթե ոչ օրենքով, և ցանկությունը չի ճանաչի, եթե օրենքը չեր ասել մի ցանկացել։ Այսինքն ես մեղքը չի իմանա, և չար ցանկությունը չի իմանա։ Մեղքը չի իմանա, եթե ոչ օրենքով։ Այսինքն ուշադրություն դարձեք։ Մարդիկ, որ մերժում են օրենքը, մերժեցի, դու չես իմանա մեղքն ինչ է։ Ինչ է մեղքը։ Ես չէ իմանա, եթե ոչ Աստծո օրենքի մասին է խոսքը, եթե օրենքը ասած չներ, չար ցանկությունը որն է, մեղքը որն է, ես չէ իմանա։ Եթե օրենքի պատվիրանը ասած չներ, ես չէ իմանա։ Դա որ Պողոս ասում է, մինչև օրենք ես ազատ ապրում եի իմ համար։ Այսինքն ինչ ասես անում եմ եւ չէ զգում որ մեղքը։ Բայց երբ որ օրենքը հասավ ինձ, այսինքն իմ ականջները լսեցի, ես մեղքի տակ հայտնվեցի։ Այսինքն ոչ թե նոր ընկավ մեղքի տակ, այլ բացահայտվեց որ մեղքի տակ է։ Մեղք է գործում ամեն օր։ Ու իրան թվում է թե մաքուր ապրում է։ Օրինակ մարդիկ կան ասում են մի հոպար ունեի,
Այնքան մեր խափը իր մազերից շատ։ Ու այս գյուղում որ մեկ ուզում էր ասել որ որպես սուտ ասան, իր անունն են տանում, ասում են հոդու ես ինչ է չես։ Երբ որ իր հետ խոսում է ավետարան ասում է վայ Միլաս ջան, ինձ իրան բոլոր իմ նման մաքուր, սուրբ։ Որտեղ ինքը չէ տեսնում մեղքը, սուտը մեղք է։ Երբ որ Աստծո պատվիրան ասում է սուտ մի խոսա, ամեն ստախոսների տեղը կրակի լիչնա։ Ինքը արդեն ուզում է պայքարի, որտեղ դրանով է ապրում։ Ուզում է ինչ-որ ձև արդարացնել, որ իբր թե ես այնպես ստեր եմ խոսում, որոնք մեղք չեն։ Այն եկեղեցիների նման, այն հոգևորների նման, որոնք ասում են դիլեմա կա, սուտ կա, որ կարելի է խոսալ։ Եկեղեցիների մասին է խոսքը, աշխարհը ստի մեջ թաղված է, դրա մասին չի։ Որ իբր թե եթե օրինակ դու տեսնես մեկը եկավ, փախավ, մարդիկ տվել են զենքով հետևից, ուզում են սպանեն, քեզ ասում են չտեսար որ կոմ փախավ, եթե դու ասես կսպանեն, ավելի լավ չի մի հատ սուտ խոսած, ասես չեմ տեսել։ Հա, ո՞նց, բա, մարդու կյանքը կփրկվի այդ սատով։ Եվ համաձայնեցնում են ժողովրդի ստության հետ։ Սուտ խոսացի, բայց բարություն արեցի։ Այդպես բան չկա, մեղքով բարություն չկա։ Ավելի լավ լռիր։ Ավելի լավ քեզ տեցեն անգամ ասում ավելի լավ մարմինը սպանենք, քան թե հոգիդ կորի։ Տեր ասում է։ Ինքը չի տեսնում մեղքը ուր է տանում։ Ամեն տեսակ ստախոսների տեղ կրակի լիճն է, որ ծծմբով վառված է։ Մարդիկ հանգիստ ստում են։ Կարծես բարություն են անում հենց այդ ստերով։ Խափում են, որ բարի լինի։ Այդպես բան չկա։ Չարիքով բարի չի ծնվի։ Պողոս ասում է, ինչպես ոմանք ասում են, բարին անեք, չարիք անեք, որ բարին գա։ Դրանք արժան են իրենց դատաստանին, Պողոսն է ասում։ Հնարավոր չի չարիք անել, որպեսզի բարի գա։ Այդպես բան չկա։ Աստծո ճանապարհը սուրբ է, սուտ չկա մեջը։ Ուրեմն ասում եմ, եթե օրենքը չլինի, մենք ոչ մեղք կգիտենանք, ոչ էլ, ասենք ինչ, հələ մի հատ մեկնենք։ Օրենքով է մեղքի գիտությունը, օրենքով է ցանկությունը, չար ցանկությունը, բարի ցանկությունը, օրենքով ես դու հասկանում, քո ցանկությունը բարի է թե չար է։ Այսինքն ինչ, Ժողովուրդ ջան, կարող եք ասել, ինչ եք նկատում սրա մեջ։ Օրենքը ուսուցիչ է։ Օրենքը կրթություն է։ Օրենքով դու կրթվում ես բարին եւ չարը ճանաչելու։ Փրկություն չի, բայց մեծ գիտություն է։ Այնպես որ սուտ խոսում են շնորհքի տակ ենք, նրանք օրենքը մերժում են, ասենք վայրենություն են։ Իրականում էլ այդպես տեղերում ես եղել եմ վայրի են։ Թեկուզ հոգևոր կոչվածներ, առաջնորդներ, նրանց խոսելա ձևը, նրանց ապրելա, վարվելա կերպը վայրենություն է։ Մի տեղ որ չկա օրենք, այնտեղ վայրենություն է։ Քաոս է։ Ստիպված ինչ պետք է անեն, իրենց օրենքները պետք է դնեն ինչ որտեղ, որպեսզի իրենց ուզածով ժողովրդին զսպեն։ Ոչ թե Աստծո օրենք։ Եվ Գաղատացի 3:23-ում ինչ է ասում։ Ասում է, դեռ որ հավատքը չէր եկած, օրենքի ներքև փակված պահվում էինք հոգնակի։ Այն հավատքի համար, որ պետք է հայտնվեր, որտեղ օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Քրիստոս, որ հավատքից արդարանանք։ Գաղատացի 3:23-24։ Այսինքն ինչ է ասում, նորից ուսուցում։ Օրենքը ուսուցիչ է։ Փրկիչ չի, ուսուցիչ է։ Ուսուցում տվող է, կրթող է։ Դրա համար ասում է օրենքի ներքև պահված ենք, ասենք օրենքի տակ պահված ենք, օրենքը մեզ սահմաններ է դնում։ Թեկուզ մենք խախտում ենք, բայց էլի օրենքը
սամաներ էր, այս միարային, բայց ինչի համար էր, դեպի Քրիստոս դաստիրակ էր, ուրեմն օրենքը մեզ դաստիրակ եղավ դեպի Քրիստոս Հիսուս, որ հավատքից արդարանանք, այսինքն օրենքը մեզ ցույց տվեց, որ դու մեղավոր ես, տես, ես ասում եմ, այս միարային, դու չես կարող քեզ պահես, խախտում, ամեն օր խախտում կա, միտեղ սխալ խոսքի խախտում, միտեղ արարքի խախտում, մյուս տեղը կռիվ, վեճ եւ այլ։ Օրենքը ինչ ցույց տվեց։ Դու մեղքի տակ ես եւ անուժ ես մեղքին հաղթելու։ Անկարող ես։ Օրենքը տվեց Աստված, որպեսզի մեր անկարողությունը ցույց տա, դու չես կարող քեզ սուրբ պահես։ Ուրեմն Քրիստոսին փրկչին գնա։ Դրա համար ասում դաստիարակ եղավ Քրիստոսին գնա, որ հավատքից արդարանանք։ Ընդամենը Հիսուսի արածներին հավատանք։ Հավատքից արդարանք նշանակում է Հիսուսի արածներին հավատանք, որպեսզի հավատքով մենք գիտենք, որ Հիսուս ինձ համար մուծվել է իմ մեղքերի համար, որ ես չդատվեմ։ Արուն է թափել, զոհ է արել։ Փրկիչ է։ Այսինքն օրենքը ոչ թե միայն իմ մեղավորությունը ցույց տվեց, նաև ցույց տվեց ով է փրկիչը ամբողջ աշխարհում։ Նաև արդարություն է ցույց տալիս։ Օրենքի չափանիշով ենք հասկանում, որ Հիսուսի արածը իրավունք է։ Օրենքն է ցույց տալիս, որ Հիսուսը անմեղ է։ Օրենքը չլներ մենք ասում, դե Հիսուսներով գիտի, կարող է իր արածը լավ չի։ Բայց երբ որ օրենք գիտենք, հասկանում ենք, Տեր Հիսուսը օրենք չի խախտել երբեք, օրինազանց չի եղել, անօրնություն չի արել, մեղք չի արել։ Օրենքը ոչ թե մեզ օգնում է միայն մեզ տեսնենք, այլ օգնում է նաև արդարին տեսնենք, փրկչին տեսնենք, ճանապարհ տեսնենք, որտեղից կարելի է գնալ եւ փրկվել, ում մոտ կարելի է գնալ։ Դրա համար մարդիկ, որ Աստծո օրենք չունեն, այսօր որտեղ որ չունեն, շատ մարդկանց են հոգևոր առաջնորդի են հուսացած, Հռոմի պապին օրինակ, բայց որ օրենք իմանա այդ ժողովուրդը, այդ կաթոլիկ ժողովուրդը, Աստծո օրենքը իրենց աչքի առաջ լինի, կտեսնեն, էս էլ է մահկանացու, էս էլ է մեղավոր եւ նրան է պետք մեղքերի թողություն, ոչ թե ձեռքով գրած ինդուլգենցիայով է։ Իրենց ձեռով գրում են, թանկ ու կրակ ծախում են, ժողովուրդները թուղթ առնում, ասում ես արդարացա, ինդուլգենցիա արա, մի տարի լավություն արեցին, ինդուլգենցիաները հազարավոր դոլարներ են։ Որ առնի, կարծես ունի մեղքերի թողություն, թուղթը դրած է մեղքերի թողության։ Մի տարի էլ հիշում եմ 80-ական թվականներին էր, որ ցույց էին տալիս, երևի 90-ականի սկիզբ ավելի, որ ինդուլգենցիաները որպես լավություն էժանցրին, դարձեցին $25, հրաշք կարծես, մարդիկ հերթ ենք այն որ չենք կարող առնենք, հիմա $25 կառնենք, մեղքերի թողություն կունենանք, մի քանի հոգին հասցին առնեն, մեկ էլ տեսան ինդուլգենցիան պրծել է, չկա, ինչ ա եղել, մի միլիարդատեր գնացել, ամենը առել է, ու ասում է ժողովուրդ, արդեն վերջ, արխային մեղք գործեք, դիտմամբ ասում էլի, որ ժողովրդի աչքը բացվի, թղթերը առել եմ, ջրիկը բաժանեմ, ոչ թե $25, արդեն մեղք գործեք, ջրիկը բաժանեմ, միլիոնավոր ինդուլգենցիա, ժողովուրդը, որը հասկացա, որը չէ, որ թուղթ առնելով չէ մեղքերի թողությունը, հատուցում պետք է լինի, $25 չի մեղքերի թողությունը, ոչ չէ $20,000 է։ Աստված փող չի ուզում մեղքերի թողության համար, զոհ է ուզում։ Եվ հին կտակարում այդ ստվեր, զոհեր կային, բայց երբ որ Տերը ասեց հորը, Եբրայեցի թղթում գրած է, դու զոհեր եւ պատարագներ եւ մնացած այդ հին ուխտի համեմատ կատարող
նվիրատվությունը չուզեցիր, այլ ինձ համար մարմին պատրաստեցիր, ահա եկա քո կամքը կատարելու ով Աստված։ Այսինքն ասում է առաջինը Պողոսն ասում է ինչեր էին, որ ասում է զոհեր, պատարագներ եւ այլ, որ չուզեցիր, օրենքի են հին ուխտի համեմատ մատուցվող դետալներ էին։ Բայց Քրիստոս իր ասելով ասես դու չուզեցիր դրանք, հայր, որ ասես զզվել եմ ձեր զոհերից, ձեր նվերներից։ Կարծես թե հոբի ասած ասում է Աստծուն եք երեսպաշտություն անում, միթե կարելի Աստծու երեսպաշտություն անում, միթե Աստված երեսպաշտերի այդ գործով կխապվի։ Աստծուն չես կարա խապես երեսպաշտությունով կամ շողոքորձնով, զոհերով ու ես ինչերով, խաչանելով, մոմ վառելով։ Եվ ինչ ասում, ինձ համար մարմին պատրաստեցիր եւ ահա գալիս եմ քո կամքը կատար, այսինքն այս մարմինս է, որ պիտի զոհվի մեղքերի թողության համար, Աստծուն հաճելի պատարագ եւ զոհ։ Մնացած Աստված մերժել է։ Թե այսօր գիտես ինչ են անում, քրիստոնյաները անգամ եկեղեցիներում երրորդ տաճարը կշիվի, կարմիր կովեր են բերել Ամերիկայից, եսի որտեղից, բազմացնում է, որ միշտ զոհ լինի եւ սկսվելու է ճշմարիտ պաշտամունքը, ասում են։ Այսինքն ճշմարիտ պաշտամունքը ըստ իրենց պետք է Ահարոնի կարգի ղևտացիներից գան, Ահարոնի սերունդից մանավանդ, որ քահանայություն անեն, զոհեր տան եւ ճշմարիտ պաշտամունքը, այսինքն Աստված է պետք է տաճարից ընդունի կարծես զոհերը։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Այն որ Աստված չէր հավանել, կարծես թե պետք է դառնա իր չհավանած զոհերին։ Հիսուսին էլ մերժել է, որ ասում է ինձ մարմին պատրաստեցի, կարծես։ Ինչպես կարելի Աստված անի։ Կամ երթումով Հիսուսին ասած դու քահանապետ ես, երթում ըստ Մելքիսեդեկի կարգի պես, պետք է ասի լավ Հիսուս մի կոմանցի հեն Ահարոնի ծորները ճարվել են, հա։ Հեսա պետք է սկսեն ծառան, ես երթում եմ ընդ այդ պաշտամունքը ընդունեմ, արդեն քո նոր ուխտը փչացավ, հա, հին ուխտի եմ անցնում։ Այս ինչ քրիստոնյանի, հետո կասեն մենք խելքով ենք։ Այս ինչ են անում։ Ու սպասում են դրան։ Կեսից էլ մշտնջրական զոհը կվերցվի, մշտնջրական զոհը նկատի ունեն այն մորթվող անասունները, որ ամեն օր մորթվում է։ Մշտնջրական զոհը դրանք չէ, շուտվանից չկա, 2000 տարի չկա դրանք։ Մշտնջրական զոհը Հիսուս Քրիստոսն է, ամենօրյա զոհ մեհանչողի եւ փրկվողի համար։ Խոստովանի այդ զոհով ամեն օր կարող ես դառնալ Աստծուն։ Ոչ թե երբ որ տաճարը շինվի, նոր այդ գործը կատարվի։ Ամենօրյա զոհ մեղքերի թողության եւ փրկության։ Եվ օրենքի համատեր ասում է, օրենքը կարդացեք, որ ինձ համար է ասում։ Մարգարեությունները Սամոսները ինձ համար են ասում։ Հետո մի բան Քրիստոսի համար է ասում, ինչպես կարելի է օրենք, մարգարեություն, Սամոսներ մի կողմ դնել։ Որտեղ է դες գրած։ Սա շատ կարևոր հարց է, Ժորժ ջան, մոլորությունից պահելու հարց է սա։ Եվ մենք տեսանք, ուրեմն մեզ դաստիարակ եղավ օրենքը դեպի Քրիստոս։ Բայց հետաքրքիր մի հատ խոսք էլ կա, Տեր Հիսուսն է ասում, հիշեցնում է 5 տակարանից 6:44-46-ում Տեր Հիսուս ասում է, ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե հայրը, որ ինձ ուղարկեց, չքաշե նրան, եւ ես վերջին օրումը կհարուցանեմ նրան։ Գրված է մարգարեների մեջ, թե եւ ամենքն Աստծուց սովորած կլինեն, կամ ուսված կլինեն ուրիշ թարգմանություն։ Աստծուց սովորած կլինեն, ամեն ով հորից լսում է եւ սովորում է, գալիս է ինձ մոտ։ Հետաքրքիր է։
ուրիշ մեկին չի ընդունում Տերը։ Այդ ովքեր որ Աստծուց սովորած կլինեն։ Աղոթքի ժամանակ ասում է Տեր քոնն էին եւ տվիր ինձ, չէ՞։ Հովանու 17-ում։ Այդ ովքեր են որ Աստծուն են եւ Աստված տվեց Հիսուսին։ Այդ ովքեր են որ Աստծուց սովորել են։ Երբ է Աստված եկել նստել դաս տվել սրանց։ Բայց շարացա մեջ տեսեք Տերը ինչ ասում։ Իբրև չէ թե մեկը տեսել է հորը, բայց միայն նա, որ Աստծուց է, նա է տեսել հորը, իր մասին է խոսում, ուրիշ մեկը չի տեսել հորը, միայն ինքն է տեսել հորը, բայց ինչպես եղավ որ ասում, Աստծուց սովորած կլինեն, որ լավ Աստծուն հեչ չեն էլ տեսել, ինչպես են սովորել, օրենքով, մարգարեների խոսքերով, սաղմոսներով, որ մեջը մարգարություն կա թե Հիսուսի մասին, թե տարբեր հարցերի։ Աստծուց այսպես են սովորում, Աստծո օրենքով։ Բայց ինչպես ովքեր են որ սովորեն, ես ուզում եմ հիմա կարդալ ձեզ համար սովորած մարդը, ինչպես է եւ ումն է ճանաչում, Տերը որ իրենն են։ Նոր վերում կարդաց 15-17 բարի արա քո ծառային, որ ապրեմ եւ քո խոսքը պահեմ։ Այսինքն այս մարդը սովորել է, ես ոչ թե միայն սովորել է, նաև աղոթք է անում, ինչ որ սովորել եմ այդ խոսքերը, օրհնի ինձ, որ ես կարնամ պահեմ, օրհնի ինձ, միտեղ գնացիք, հյուր էին կանչել, մեկ էլ տեսա, այդ տեղի քարոզիչներից մեկը վերցրեց, մի հատ էլ որ ասում է, վատ բնավորություն ունեմ, չգիտեմ, վատը լավ է, իմ համար ես տենց եմ ասում, բայց շատ ասում ոչ էլ վատ բնավորություն, շատ լավ է, ասենք երեսպաշտություն չեմ ուզում անեմ, ուր էլ գնամ, եթե սխալ են երեսին ասում եմ, մեկը վեր կացավ ասում, մենք օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք, օրենքը մեզ պետք չի, այս ձև ու սկսեց քարոզել, մենք սենց պետք է լինենք, վերջում էլ ասում է, Տեր օրհնի, որ մենք քո խոսքը պահենք, սենց անենք, ես էլ որ իմ հերթը եկա, որ պետք քարոզ ասի, եղբարը քույրը լսեցիք, եղբարը ինչ խոսեց, ասեց հա, որ ինքը ինչ որ պատվիրաններ իշեցեց Աստծուց և խնդրում էր Աստծուն, որ Աստված օրհնի, որ ինքը պահի մենք էլ հետը, այդ կանոնները պահենք, ասեցին հա, ասեց, բա ինչ էր խնդրում, աղաչում, թո չխնդրի, որ Աստված ինձ օրհնի, օրենքի բանը, Տեր օրհնի, որ մենք մաքուր լինենք, ես լինենք, են լինենք, ուրեմն նշանակում է, օրենքի պատվիրան կա և ինքը խոստովանում է, որ չի կարա դրանք պահի, դրա համար խնդրում է, ասում Աստված օրհնի, որ ես պահեմ, իր աղոթքը դա է նշանակում, թեկուզ տարած չի ասում չեմ կարող, բայց որ ասում օրհնի մեզ, լինենք, հավատարիմ, ճիշտ, անսխալ, չգիտեմ ինչ, էսյան, այդ խոստովանում է, որ եթե դու չանես, ես պահող չեմ, խոստովանում է իր անկարողությունը, բայց ուրիշ բան է դեմից խոսում, իր աղոթքը հակառակում է իր խոսքին, և այս Սամոսում էլ բարի արա քո ծառային, որ քո խոսքը պահեմ, այսինքն մեծ հայտնություն կա այստեղ, հայտնությունը սա է, որ այս մարդը ինչ-որ բանի տեղյակ է խոսքի Աստծո, ուսուցում է ստացել և խոստովանում է, որ եթե Տեր դու բարի չանես, ես խոսքեր չեմ կարա պահեմ, բարի արա, որ ապրեմ և պահեմ քո խոսքը, թե չէ ապրելու եմ և չեմ պահելու, և ասում, բաց արա իմ աշկերը, որ քո օրենքի հրաշքները տեսնեմ, հրաշքը որն է, որ ես տեսնեմ արդեն է, որ չի կարամ անե, կարում եմ անեմ, սա հրաշք է, ես չի կարա չծխե, ես չի կարա խմիշկից հրաժարվել, չի կարա ինչ կեղտոր բաներ կան,
հրաժարվել տարբեր վատ սովորություններ ունեի եւ հրաշք է կատարում, մաքրվել եմ։ Խոսքը պահում եմ, օրենքի հրաշքը տեսնում եմ։ Աղոթքով։ Աղոթեցի եւ Տերը հաջողեց ինձ, բայց հետո ավելի խորը տեսնենք ինչպես։ Նույն Սամոսյացի 119:33-35 ասում է. Տեր ցույց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ մինչև վերջ պահեմ նրան։ Ցույց տուր, բացահայտիր, այսինքն, որ ես մինչև վերջ պահեմ, այսինքն եթե չկա, չգիտեմ, ինչ պահեմ։ Նա որ ոմանք Աստծո օրենքը մերժում են, ինչ գիտեն, ինչ պահեն։ Ինչու են ազանվեն, եթե օրենք չկա։ Բայց հետո կտենանք, օրենքի պահելը ինչպես է, փրկության համար չի։ Իհարկե կասեմ վերջում, ասում է ինձ իմաստուն արա քո օրենքի, որ քո օրենքը պահեմ եւ նրան կատարեմ բոլոր սրտով։ Մարդը կարդացել է օրենքը, ծանոթ է։ Եվ ասում է, ինչ արա, իմաստուն արա, որ քո օրենքը պահեմ եւ նրան կատարեմ ամբողջ սրտով։ Այսինքն ինչ է խոստանում, իր անկարողությունը։ Ես չեմ կարող պահեմ, դու օրի որ ես պահեմ։ Աղաչում է։ Եվ ասում է, առաջնորդինս քո պատվիրանքների շավիղներումը, որ նրանց հավանեցի։ Այսինքն տեղյակ է, որ հավանել է, եթե տեղյակ չներ կհավաներ։ Մի մարդու չեմ տեսել, ասում եմ, հավանում եմ։ Չես տեսել, ինչպես ես հավանում, չգիտես ով է, այսինքն որ ասում եմ քո պատվիրանները, որ հավանում եմ քո պատվիրանները, հրամանները, քո օրենքները, նշանակում է արդեն ծանոթ եմ, սրանք են Աստծուց ուսված, սովորած, Աստծո կամք է հայտնվել եւ նրանք հոժարվել են, որ Տերը ասում է, ձեր գրքում էլ գրված է, չէ՞, որ կարդում եք, թե նրանց ովքեր գալիս են ինձ, նրանք Աստծուց սովորած կլինեն, ինչ են սովորել, սովորել են արդարությունը ինչ է, մեղքը ինչ է, ով է մեղավոր, ես էլ նրանց հետ միասին, ով է փրկիչ, դրա համար ասում է դաստիարակ եղավ դեպի Քրիստոս։ Օրենքը մեզ ցույց է տալիս մեր եղած չեղածը եւ ուղարկում է փրկչին։ Եթե ուղարկում է փրկչին, նշանակում է դու կորած ես քո ամեն ինչքերով։ Տարբեր ազգեր կան, տարբեր հոգեոր առաջնորդներ են ճանաչում, մեռած գնացած փդած։ Նրանք էլ իրենց կյանքում լիքը մեղքեր են արել։ Հետո որ ասում ես, օրինակ մի օր եկան քրիստոնյաների հետ հանդիպում ունեցա, որ պաշտում ասում, բայց ինչպես կլինի, որ ինքը մեղավոր է եղել, գողահել է, բռնաբարողահել է, ստախոս է, ձեր գրքում գրած է, ձեր 10-րդ գլխի 36-րդ հատվածում գրած է, որ նրա նման ստախոս չկա ոչ երկնքում, ոչ երկրի վրա։ Ասում է, գիտես ինչ, ինքը ամենակարող է, էդ էլ պետք է անի։ Ասում, բայց մեր Աստված ամենակարող է, բայց սուտ չի խոսում։ Կամ ուրիշի կնիկներին բռնաբարել, 7 կնիկ մի օր բռնաբարել է։ Մի օրում։ Էդ ոնց եղավ։ Ասում է, քո համար է բռնաբարություն։ Ինքը ազատ է։ Աշխարհն իրանա ինչ կուզի կան։ Ուրիշի կովերնա գողացե։ Իրանն է։ Ու ունեցած երկու փուզիկ եթե կվերցնի։ Մարդը սպան է, կռիվար է տվե մարդու սպանել է։ Բայց ընդունում են որպես Աստված։ Պաշտում են։ Այդ ինչպես եղավ։ Որտեղ օրենք չունեն Աստծո, չի բացահայտվել մեղավոր եւ արդար։ Չի բացահայտվել, ով է փրկիչ, մի մեղավորի են ճարել եւ որպես փրկիչ ընդունել են։ Ու դες շատ հավատքներում կա։ Առաջ գնանք եւ ասում է 55-ից 59-ում ասում է Տեր, գիշերը հիշում եմ քո անունը եւ պահում եմ քո օրենքը։ Մտածում եմ, հիշում եմ, սրտուս մեջ հաստատում եմ։ Այս եղավ ինձ, որ քո հրամանները պահեմ։ Իմ բաժինը դու ես, Տեր, ես ասես թե քո խոսքը պահեմ, աղաչում եմ,
քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ, որ քո խոսքի պես ես մտածում եմ քո ճանապարհների վրա եւ իմ ոտները դարձնում եմ քո վկայություններին։ Ո՞վ է սա։ Հենց որ ասում Աստծուց սովորած կլինեն։ Այսպիսիներն են ասենք բարին ընտրած։ Փրկված չի, բայց ընտրած է։ Աղոթ կանեմ եւ իր աղոթին Աստված պատասխան տվեց, Հիսուս ուղարկեց։ Դրա համար ասում թե երկնքում, թե երկրի վրա լինողների համար Հիսուսը մեռավ։ Այսպես բարի ընտրություն անողները ննջել էին։ Բայց երբ որ Տերը խաչվեց, նրանց աղոթի պատասխանը եղավ։ Փրկվեցին եւ կարողություն ունեն, ընտրեցին Աստծուն եւ Աստծունն էլ մնացին։ Եթե Հիսուսը չխաչվեր, անգամ այսպիսի ընտրություն ունեցողները իմաստ չուներ նրանց ընտրությունը։ Եվ ասում է ամբարիշտների չվաները պատեցին ինձ, ես քո օրենքը չեմ մոռանում։ Չվաները, կապանքները, ամեն ինչ անում եմ, որ ես քո օրենքը չպահեմ, մոռանամ, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։ Ես գիշերին վեր եմ կենում, որ քեզանց գոհանամ, ասիկա աղոթքով, քո արդար իրավունքների համար։ Ես ընկել եմ այն ամենին, որ վախենում են քեզանց եւ քո պատվիրանքները պահում են։ Ես սրանց եմ ընկել։ Ոչ թե ժողովից դուրս եմ գալիս ու գնում եմ, ասենք, խմողների հետ, ծխողների հետ, գողերի հետ, ավազակների հետ։ Նրանց ընկեր եղած է ապաշխարություն, ովքեր քեզ վախենում են եւ քո պատվիրանները պահում են։ Իմ ընկերները սրանք են։ Որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա է իմ մտածմունքը։ Քո պատվիրանքներն ինձ իմաստուն են անում իմ թշնամիներից, որտեղ նրանք հավիտյան իմս են։ Այսինքն հավիտյանական ընտրությունով ընտրել Աստծո օրենքի պատվերները, որ մի Աստված ունեցի, կուրք մի պաշտի, Աստծո անունը զուր տեղը մի հիշի, Աստծո հանգիստը հիշի, պահի Աստծո հանգիստը, իհարկե սիմվոլիկ է շաբաթը, ծնողին պատվիր, մի գողացի, մի շնացի, մի սպանի, սուտ մի խոսա, քո հարևանի ունեցվածքի, քո դիմացի մի ցանկանա, նա ոչ մի ունեցվածքին։ Սա է ամեն օր իմ մտածմունքը եւ շարունակ Գույրի առաջ ոտ մի դիր, գայթակղություն մի դիր ասում է, խուրին մի հայոյիր, ու շարունակ։ Ասում է, ավելի իմաստուն եղա, քան թե իմ վարժապետները, որտեվ քո վկայություններն են իմ մտածմունքները, ավելի խելացի եղա, քան թե ծերերը, որտեվ քո պատվիրանքները պահում եմ։ Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։ Եվ շարունակում են նորից 133-ից եմ կարդում, իմ գնացքը հաստատիր քո խոսքի մեջ, աղոթք է սա։ Անօրությունը չտիրի ինձ վրա, փրկիր ինձ մարդկանց բռնությունից եւ ես կպահեմ քո պատվիրանքները։ Երեսդ լուսավորիր քո ծառայի վրա եւ սովորեցրու ինձ քո հրամանները, Աստծուն ասում է, սովորեցրու ինձ քո հրամանները։ Աստված օրենքով սովորեցնում է, չէ՞, ասում է, եւ նրանք կգան ինձ, ովքեր Աստծուց սովորած են։ Բայց ոչ թե իբր մեկը Աստծուն տեսել է, Տերը ասում է, միայն մեկն է տեսել, բա ո՞նց է սովորել են, աղոթքով, հրամաններով, գրվածքով, սովորել են Աստծո ճանապարհները։ Քո արդարությունը հավիտենական արդարություն է եւ քո օրենքը ճշմարիտ։ Շատ են ինձ հալածողներն ու նեղացնողները, քո օրենքից դուրս չեմ գալիս։ Եվ այսինքն մարդը ընտրել է Աստծուն, սովորել է գրվածքից, Աստծո գրվածքից եւ դարձել է Աստծո մարդ։ Հիմա աղոթք է անում, որ Տերը իրեն հաստատի եւ Տերն ինչ է ասում։ Որտեղ նրանց հանդիմանելով Եբրայեցի 8:8-10 եմ կարդում։ Երեմիայի մեջ է գրած 15-ում։ Հա օրեր կգան, ասում է Տերը, որ ես նոր ուխտ կկատարեմ Իսրայելի տան հետ եւ Հուդայի տան հետ։ Գիտեք ոնց կարդում ես,
Տեր ասում է նոր ուխտ եմ կապելու ձեզ հետ, հավիտենական ուխտ։ Իսկ մարդիկ այսօր որ չեն իմանում այդ ուխտը, որ ուխտն է, Քրիստոսի հետ միջոցով կապված ուխտն է։ Մեկ էլ տեսնես վերցում են, կարդում են այդ խոսքերը, որ Տերը նոր ուխտի խոստում է տվել, ու ասում են, տեսեք, Տերը 47 թվին, 48 թվին, չգիտեմ 50 քան թվին հрьяաներին լցեց բան, Պաղեստինի տարածքը։ Դա էլ է իհարկե խոստում, որ Տերը բերելու է։ Եվ ուխտը կապում են, որ իբր թե Ահարոնի կարգի ուխտը պետք է վերանորոգվի։ Դրա մասին չի։ Ուխտ, որը այդ ժամանակից մինչև հիմա ունի մշտնջենական զոհ, Հիսուս Քրիստոսը, եւ ունի հավիտենական կյանք։ Հինը հինացավ, այստեղ ասում է, եւ վերջացավ։ Տեսեք, Տերը ինչ ասում։ Ոչ թե այն ուխտի պես, որ նրանց հայրերի հետ այն օրումը արեցի, որ նրանց ձեռքից բռնեցի Եգիպտոսի երկրից հանելու համար, որտեղ նրանք չմնացին իմ ուխտի մեջ, ես էլ անփույթ եղա նրանց համար, ասում է Տերը։ Որտեղ սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայելի տան հետ այս օրից հետո։ Այսինքն գնաց, վերջացավ։ Պարզ ասում է, վերջացավ, էլ չկա հինը, բայց մարդիկ հինին են փափագում։ Ասում է Սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայելի տան հետ այս օրերից հետո, ասում է Տերը, ես կտամ իմ օրենքները նրանց մտքի մեջ եւ նրանց սրտերի վրա կգրեմ նրանք, եւ նրանց կլինեմ Աստված եւ նրանք կլինեն ինձ ժողովուրդ։ Ուշադրություն դարձնում եք, ինչ եղավ, այդ ուխտը ջնջում եմ, նոր ուխտ եմ անում, ուխտը արդեն քարի տախտակի վրա չի, մագաղաթի վրա չի լինելի գրած, կամ այդ Նա սրտերի վրա կգրեմ, այսինքն աղոթքի պատասխանը տվեց։ Այն մարդը աղաչում, Տեր, օրհնի պահեմ, Տերը քո սրտում կդնեմ, որ դու կարողանաս պահես։ Այսինքն դու նոր մարդ կդառնաս, նոր բնությամբ, վերստին ծնունդ կտամ քեզ, սա է հարցը։ Վերստին ծնունդ կտամ, վերստին ծնունդով իմ օրենքները քո մեջ են։ Ոչ թե պետք չեն օրենքները, արդեն դու օրենքը կատարում ես ոչ թե փրկվելու համար, այլ փրկվել ես եւ կարող ես կատարել։ Մարդիկ այս բանը անում են։ Գիտեք ոնց։ Սլաքը տարբեր ուղղությունով է։ Առաջ երկրից կարծես սլակ ուղղված է երկինք։ Կատարեմ, որ երկինք գնամ։ Բայց հիմա հակառակն է։ Տերը սլակը չի ընդունում։ Քեզ արդարացնում եմ, վերցնում եմ տալիս, որ կատարես։ Ոչ թե կատարես, որ գաս, քեզ երկնային անձ եմ սարքում, վերցնից ծնված, որ կարողանաս իմ օրենքները պահես։ Բայց մարդիկ ասում են, օրենք մեզ պետք չի։ Եթե պետք չի, փրկությունն էլ քեզ պետք չի։ Դե օրենքը դաստիարակ է դեպի Քրիստոս։ Թեև ասում է դաստիարակի ձեռքի տակ չենք, որտեղ ասում է, վերցնից ծնված համար Աստծո պատվիրանները ծանր չեն, որտեղ նա կարող է կատարել։ Բայց եթե խախտեցիր, օրենքը հայտնվում է նորից։ Դու գողացար, դատապարտելի ես։ Դու օրենքին հետ ես կանչում, երբ որ խախտում ես։ Եվ օրենքը դատավոր է այդ դեպքում։ Դա համար նորից մարդը օրենքը կարծես ցույց է տալիս նորից։ Դու մեղավոր ես, նորից ես դառնում փրկչին։ Դառնում ես փրկչին, մեղքի թողությունն ես խնդրում Մշտնջ ամենօրյա զոհ, մշտնջնական նշանակում ամենօրյա։ Ստանում ես թողություն եւ նորից Քրիստոսի հետ խաղաղվում ես։ Աստծո հետ խաղաղվում ես, մի տրտմեցեք Աստծո սուրբ հոգին, որով կենքվեցեք փրկության օրվա համար։ Ճիշտ է, որ մենք փրկություն ենք, բայց հատուկ օր էլ կա, որ վերջնական մարդը վերցվելու է Աստծո մոտ։ Եվ Վերջին խոսքը կարդամ առակած, այո, որ ասեցի, առանց մարգարեության ժողովուրդ կվայելնա, բայց ով որ օրենքը պահե, երանի նրան։ Այսինքն նորից կոչ է անում օրենքը պահելու։ Չի ասում ես օրենք պետք չի, այդպես բան չկա։ Ճիշտ ասում օրենքի տակ չկշնորհքի տակ եք մեղքերի թողության, փրկության հարցում, բայց պետք է։ Նա Տիրոջ եկեղեցի պետք է թե չէ։ Մեզ եկեղեցի պետք է թե չէ։ Հիմա դուք իմ փրկիչն եք թե չէ։ Չի նշանակում, որ դուք իմ փրկիչ չեք, ասում եկեղեցին ինձ պետք չի։
Շնորհքի տակ եմ, եկեղեցում չեմ։ Հա, ու դրանով արդարացնում որ եկեղեցից պետք չի։ Շնորհքի տակ ենք, օրենքի տակ չենք, դրանով մարդկանց մատուցում են իբր քեզ օրենք պետք չի։ Ստում են սրանք, մի հավատացեք այդ մարդկանց։ Ասում օրենքի տակ չենք։ Մենք օրենքի տակ չենք, բայց օրենքը մեզ պետք է։ Աստծո օրենքը պետք է պահենք, դրանով է ուսուցումը կատարվում։ Տեր ասես գնացեք ինչ որ ձեզ սովորեցրի, պատվիրեք որ բոլորը պահեն, բայց դա Տերը այդ չէ պատվիրե։ Խաղություն արեք, էսա դրա համար անգրագետները ինչ են ասում։ Հիսուսի հին ուխտի քարոզիչ է ասում են։ Հիսուսը նոր ուխտի, Աստծո թագավորության քարոզիչ է։ Աստծո թագավորության թագավորն է։ Այս ինչ են ասում այդ մարդիկ։ Աստված ձեզ պահի։ Եմ եր զարմացեք, որ շատ այդպես տեղում ավելի շատ քանակ կա։ Ինչու՞։ Որտեղ հեշտասիրություն է դա։ Վրես բերդ չկա, ոչ բան չպահեմ, վայրենի ապրեմ, վերջում էլ կլնեմ, գնամ երկինք։ Տեր ձեզ պահի, օրհնի ձեզ։